Վատ նորությունն ենք իհարկե։ Ուրեմն դատանը որոշեց իհարկե մի քանի տոկոս հույս ունենք, որ պաշտպանների բերած փաստարկներով ինչ-որ պատի վրա ճարկ կա, բայց չկար։ Ուրեմն որոշել է Սրբազանին կալանավորել 2 ամիս ժամկետով, ընդ որում նաև սահմանափակել են շփումները բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների, բացառությամբ իրենց մնացածի մասով շփումները են սահմանափակել։ Մենք այս որոշումը 10 օրյա ժամկետ ենք ունենալու բողոքարկելու, երբ որ կստանանք սա քաղաքացիական ենք ստացել, երբ որ կտան ամբողջական տարբերակը կբողոքարկենք։ Որտեղ է տեղափոխվելու այստեղից, որ քրեակատարող արդեն տեղյակ ենթադրվում է Նախնական Նուբարաշեն, Իսկ ինչու Նուբարաշեն։ Իսկ ձեր դուրս գալուց հետո ասացին, թե երբ կտեղափոխեն, որտեղ այստեղ մեքենաների շարժ դեռևս չունենք։ Ինչպես է գնահատում այս որոշումը, ինչքանով է այն իրավական։ Բացահայտ ապօրինի ահին, բացահայտ։ Իրավական խայտառակություն։ Վարչապետի գրառումները որքանով են ազդեցություն ունեցել այս որոշման կայացման վրա։ Ըստ էության 4 գրառում արեց վարչապետը դեռևս դատական դեպք սկսված։ Իսկ բացում են գրառումներով չեն ազդեցություն գործում։ Այդ վերահսազանգերի կամ այն միջոցներով կարող են ազդեցություն գործել, դե գրառումներով բոլորի վրա ազդեցություն գործում։ Միանշանակ դատավորը անկախ չէր, իրեն հայտնված բացակները հիմնավոր էին նա մերժեց եւ վստահ ոնց այդ բացակների հիմքերն արտահայտ։ Պատճառաբանական մասը չունեք, չէ՞ դեռևս։ Չէ, մենք բանում ենք, ցավացք ունենք։ Ինչպես ասեմ, ինչպես արտանեսի հանցագործություն չկա։ Չկա այդ հանցագործություն կոչվածը չկա։ Այս բարույթը կավարտվի, դատականստի ձայնագրությունը կհրապարակայնացնենք, այս իրավական խայտառակությունը դատավորի մասնագիտական եւ ոչ անկախ եւ ոչ պրոֆեսիոնալ վիճակը ոնց ակնհայտ լինի, մասնագիտական խայտառակություն։ Բողոքարկվելու է։ Իսկ հետո արդեն որոշում է կլինի որոշման բովանդակություն։ Արքեպիսկոպոսը ինչ-որ բան ասաց այդ որոշումը լսելուց հետո։ Չէ, ինչպես եմ ինքը Պատրաստ էր, այո, պատրաստ էր այդ որոշմանը։ Այսքան է, Ժորժան, ձեզ շնորհակալություն, այստեղ ամբողջ գիշեր էստեղ եք անցկացրել, շնորհակալություն ձերացան համար, մնացեք հաջողություն ձեզ։ Դուք Մասիս Մելքոնյանից այլ բան չեք էլ սպասում։ Բացարձակապես։ Իրեն հատուկ են գործը մակագրել, բոլորի մեջից ինքը անզոր դատավոր է հարցում, բացարձակապես։ Նզովքը չի ուշանա։ Կասկածը։ Ամոթ, հազար ամոթ։ Աստծո պատվիրը։ Հարգելի հետևորդներ, դուք լսեցիք Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց, այդպիսի որոշում հրապարակվեց։ Հիշեցնեմ, միջնորդությունը քննում էր դատավոր Մասիս Մելքոնյանը, փաստորեն այն բավարարվեց։ Ուղղակի ինքնին ճամփողները ուրիշ հարված կերան։ Ուդայի բաժին կերան։ Իմիստեղ ինչ պտների։ Ասած թրգե ձեր երեխեքի ժողովուրդ ինձ շատ։ Ամոթ, ուղղակի դուք եք բաժին դառնում այս ամեն ինչի, մեղք է։ Աստծո պատիվն է, այս բոլորից վրա է նույնը։ Կոնեցանից հետո անդրադարձեք։ Նորմալ, դա գնացած շարվել է։ Արդեն դուրս բերեցին, հա։ Տասած շարվեք տաս։ Երեքնա չի պետք։ Ձեր շարքով է ստանալու եք ամեն ինչը։ Հերթով, շարքով։ Ամեն մեկի տուն է մտնելու ես ամեն ինչը։ Այդ ավարներ։ Հա, բայց ես ինչ ավարներ, ես խայտառակություն չեն ամաչում։ Իաստված որ ասեցին կալանչի ես այս 3-4 հոգով հաղթակելու Ինչքան պիտի կալանավորեք։ Ազատար չի կալանավորում։ Ինչա, պրեմիաները գալիս է ու դու ուրախանում եք էլի դրանով։ Պրեմիա եք ստանում։
իրենց դոկտեկի գերեզմանի համար։ Շատ սուրից է, Ուղղակի ապրում ենք մի երկրում, որտեղ արդարադատություն չկա։ Ինչ-որ մեկի թմահաճույքն ենք բոլորը կատարում։ Համատիկներ։ Ծաղրացու բոլորից իրա ձեռով խաղացնում է։ Շոներ մեկ նանցեք։ Շոներ ձերով ու խոսում է դավաշարակ։ Վարչապետ չէ, նախագահ չէ, արքեպիսկոպոս մարդ է, հոգևոր առաջնորդ մարդ է, վարչապետից էլ է մեծ պաշտոն։ Դուք ում եք ծառայում եք արած, ում եք ծառայում։ Ինչ են Դե դեսնում։ ինչ է հենց մեջ, դե լավ դե ինչ ասեմ։ Ամեն ինչ Անիմաստ է, տեր այ ջան, անիմաստ է։ Արդեն երկրորդ սրբազանը կալանավորվեց։ Ժողովուրդ ջան, Ամենը վարչապետի դուրը չեք, բայց ամեն օր մի նեղենքնելուց վերև եք նայում, եկեղեցի եք ոչ մեկս հավես չեք։ Մի օր բոլորս մերվենք։ Ձեր պաշտոններն էլ հավես։ Նույն դադավորը, Բացարձակապես նույն հավես։ ցանկացած մեկը։ Բայց մի օր միտեղ Երբ հոգի տալուց պետք է այս ամեն ինչը հիշի։ Այս ամեն ինչը պետք է հիշի։ Հոգի տալուց պետք է հիշի այս ամեն ինչը։ Այդին առաջնորդեք բոլորից, եթե բոլորը չլնեք, գոնե կեսը չպում ունեցել եք։ Այդ առաջնորդի հետ։ Իրոք շտաբաստան ուրիշ ինչ բան։ Только рано утром вынесено решение, а Джапахян тоже арестован на 2 месяца. Продолжаем. Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, Միքայել Սրբազան Աճապայանը կալանավորվեց 2 ամսով։ Նրա հաղորդակցությունները ևս սահմանափակվել են։ Կադրի Միքայել Սրբազանին տեղը փոխեցին քրեակատարողական հիմնարկ։ Ես նշեմ, որ հոգևորականները ողջ գիշեր այստեղ են եղել, այստեղ նաև բազմաթիվ ոստիկանական ուժեր են եղել կենտրոնացած։
Բարև ձեզ։ Ներողություն, երեկվա Ոնց է միշտ ցան գալիս ձեզ, երբ լրագրողները մոտենում են։ Կամ դուրս եկան։ Ալեքս ասացությունականություն։ Գնաց ներքև։ Երեք ոստիկանության ներողություն, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ երեք մասնակցում էին մայրաթոր գրոհին։ Ինչ կասեք այդ մասով, փաստորեն ոստիկանությունը ամբողջ ուժերով լծվել է, ներողություն, լծվել է եկեղեցու դեմ պայքարի։ Դուք Փաշինյանի քաղաքականության մաս եք կազմում։ Կներեք, բայց մայրաթոր երեք ոստիկանական ուժերի գրոհը նորմալ եք համարում։ Ոստիկանական ուժերը, հետո կխոսակ, ձեր գործը ավարտել եք, չէ՞։ Հարց եմ ուղղում։ Առաջ մի եկեք թողեք խոսանք, ժողովուրդ։ Հարց եմ ուղղում, Հիմա ասեք ձեզ հանեն դուս։ Դե հիմա հարց եմ ուղղում, պատասխանեք։ Այսինքն դուք օրինաչափ եք, ձեր երեկվա գործողությունները օրինաչափ եք։ Րոպեից հետո 10-15 դե։ Ես ձեզ հետ դուքով եմ խոսում, պարոն Խուտինյան։ Ես ձեզ հետ դուքով եմ խոսում։ Թողեք այդ րոպե խոսանք, էլի։ Կարևոր բան է։ Դուք տեսնում եք ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարվում են պատասխանել մեր հարցերին, նշում են, որ այստեղ կարևոր հարց են քննարկում։ Հիշեցնեմ, երեք ոստիկանության տարբեր ստորաբաժանումները ևս մասնակցում էին ըստ էության
Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ Միքայել Սրբազան Աջապայանը կալանավորվեց 2 ամսով, նրան քիչ առաջ տեղափոխեցին արդեն քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնեմ, իրեն մեղադրում են իշխանազավթման կոչեր հնչեցնելու մեջ։ Հիշեցնեմ, ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարվում են պատասխանել մեր հարցերի։ Դուք գիտեք, 3 ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մասնակցում էին Մայրաթոր գրոհին։ Պան Խուդիլյան, դե հիմա պատասխանեք։ Հիմա ձեզ եմ հարցնում, դուք էլ եք երեք Մայրաթոր գրոհին մասնակցում, ինչ կասեք, ինչու եք այդ ապօրինի գործողություններ իրականացնում։ Փաստորեն հիմա Փաշինյանը եւ ոստիկանապետ է, եւ դատախազ, եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Անկախ չմտածեք, արհամարում եք, հարցադրեք չեք։